շատ ուրախ եմ, որ բավականին հավաքվել ենք այս ծաղկազարդի օրով, որտեղ եք գտնվում, սա ինչ տեղ է։ Մենք ներկայացնում ենք մի կազմակերպություն, որ կոչվում է հայ ինժեներների և գիտնականների ընկերակցություն։ Մենք այս տարի տոնում ենք մեր 40-րդ տարեդարձը, շատ հին կազմակերպություն է, մենք ունենք 1700 հետևորդներ, գիտնականներ, ինժեներներ ամբողջ Ամերիկայով մեկ, անցած տարվանից սկսած արդեն տարածում ենք ամբողջ աշխարհով մեկ, մեր անդամները օգնում են Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացմանը, տեխնոլոգիաների, ԱԳ-ին մեծ հաջողություններ ունենք։ Կարծում եմ նպատակը դիտելով այս պատմական ֆիլմը զուգահեռներ դնել մեր այսօրվա իրականության հետ և փորձել նաև լուծումներ գտնել։ Այնպես որ սպասում ենք ձեր հարցերին, շնորհակալություն, Աշոտ ջան։ Երկու տարի կրկնաջան առանց ոչ մի ֆինանսավորության ֆիլմը նկարահանել են երկուքով, երրորդը Արմենիան է մեր հայ տղանը։ Մենք հայ ազգայնականներն ենք, ովքեր ուզում են ազգային պետություն, ազգային գաղափարախոսություն։ Մենք չենք ուզում ոչ սրա ստրուկրել ենք, ոչ նրա։ Մասնակից Դավիթ Ստեփանյանի ֆիլմի դիտմանը մարդ, որը լինելով ճարտարապետ, նաև անկախ ամեն ինչից մեծ նվիրում ունի ու ժամանակ է գտնում նման կարևոր թեմաներին անդրադառնալու և իրականում ասեմ, որ մեծ ակումբի աշխատանք է կատարվել գիտնականի բարեր, ինչպիսի մանրակրթությամբ, ինչ ճշգրտությամբ։ Ուղղակի կարծում եմ, որ մեր պարտությունները, մեր անկումը, մեր հերոսներին չճանաչելու շարժավորելու մեջ է, որովհետև եթե մենք ուղենիշ ենք ընտրում տականքը, սրիկան, խապետան, երբ որ իրար հետ խոսում ենք, չենք ասում, այս այդ մարդը ինչ արժե համակարգ է գրում, ինչ գաղափարի դեր է, այլ ասում ենք, իսկ ինչ հնարավորություն, ինչքան փող ունի, ինչ դիրք ունի, ինչ պաշտոն ունի, մենք հետևից սկսում ենք մեր ազգային անկումը։ Իսկ եթե մենք նորից պես դեմքով պլտվենք մեր հերոսներին, այս զորավոր մարդկանց, ինչպիսին Անդրանիկն է, վստահ եզակի բացառիկ կերպար վերջին մի քանի տարի համար, որ հաստատում։ Այս տեսանկյունից կարծում եմ շատ ասելիք ունի ֆիլմը։ Ես արդեն դիտել եմ երկու անգամ Երևանում, յուղերը Անդրանիկյան, Դավիթի մաքրամաքուր հոգուց դժվար հյուրերը մենք հետներս տան ենք տուն և մենք փորձենք Անդրանիկին վայելել։ Այնպես ապրել, որ արժանի լինենք այդ մարդու զարմը լինելու, այդ մարդու ազգակիցը լինելու։ Շնորհակալություն։ Ես ֆիլմի ցուցադրումից առաջ կուզեի, որ մենք անպայման հիշենք մեր այն բոլոր հերոսներին, այն զոհերին, որոնց որ գործել են։ Կարգադրեք Սեմյոնովկայում կանգնած զորամասերին առաջ շրջվելու և գրավելու իմ ջոկատի կողմից այժմ զբաղեցրած դիրքերը։ Հունիսի 4, 1918 թվական, գեներալ Անդրանիկ։ Ես եմ